Կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում չնախատեսող 2016 թվականի բյուջեի համաձայն հաջորդ տարի պաշտոնյաները արտասահմանյան գործուղումների ու պաշտոնական արարողությունների համար կշարունակեն նույնքան գումար ծախսել։ Այսօր ազգային ժողովում падգամավորները հարց բարձրացրին, ինչու իշխանության կողմից համեստ որակված բյուջեն պետական գերատեսչությունների ծախսերում կրճատում չի նախատեսում։ Падգամավորների պահպանման ծախսեր հոդվածից 1 միլիարդ հանենք, հատկացնենք առողջապահական ոլորտին անհետաձգելի բուժպասարկման ենթահոդվածի համար։ Առաջարկում եմ նախարարների պահպանման հոդվածից էլ, եթե կա այդպիսինը, 1 միլիարդ էլ այդտեղից գոնե վերել։ Ձեր հարցադրումը ավելի շատ ընդունում եմ որպես քաղաքական, իհարկե կառավարությունը միգուցե մեծ հրճվանքով դա կատարել, բայց դա այն հոդվածն է, որից տրվում է падգամավորների աշխատավարձը։ Եթե դուք ցանկություն ունեք նման առաջարկություն անելու, ես կարծում եմ ճիշտ կլինի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գաք առաջարկելով փոխելու աշխատավարձի չափը։ Պաշտոնական տվյալներով ավելի քան 30% աղքատություն ունեցող Հայաստանի կառավարությունն այս տարի 241 միլիոն դրամ հատկացրեց ոսկեզօծ պատերով դահլիճ կառուցելու վրա, ինչն ըստ падգամավոր Էդմոն Մարուքյանի բյուջեով նախատեսված չէր։ Դուրս է գալիս, որ աղքատ երկրի կառավարության դահլիճը ոսկե պատը։ Արդյոք այս տարի էլի կան նման բաներ։ Նախ իհարկե գեղեցիկ է ինչում ոսկեզօծ դահլիճ բառը, բայց իրականում խոսքը վերաբերում է ներեցեք գույնին, այլ ոչ թե ոսկուն։ Ոսկեզօծը գույնի մասին է։ Մենք էլ այստեղ ունենք ոսկեզօծ դահլիճ ազգային ժողովում։ Չի նշանակում, որ ոսկի է կպցրած պատերի։ Ըստ բյուջեի պետական գերատեսչությունների ծախսերում զգալի մաս են կազմում գործուղումները։ Այս հարցում հատկապես ճոխությամբ աչքի է ընկնում Հովիկ Աբրահամյանը, ով նախընտրում է շրջագայել միայն հատուկ չվերթներով եւ 5 ամսվա ընթացքում միայն օդանավերի վրա ծախսել է ավելի քան 85 միլիոն դրամ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի պնդմամբ գործուղումներն արդյունավետ են, երբեմն էլ խիստ անհրաժեշտ։ Կարելի է տնտեսել այդտեղ, իհարկե կարելի է տնտեսել, բայց դա կլինի այն սխալ տնտեսումը, որի արդյունքում հետո մենք շատ ավելի մեծ գումարներ կամ ոչ միայն ֆինանսական, շատ ավելի մեծ գին կունենանք վճարելու, այդ թվում քաղաքական։ Արտասահմանյան գործուղումների, պաշտոնական արարողությունների ու հուշանվերների վրա տարեկան մի քանի տասնյակ միլիոններ է ծախսում նաև ազգային ժողովը։ 2016 թվականի բյուջեն այստեղ եւս կրճատումներ չի նախատեսում։ Աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի պնդմամբ ծախսերն հասցվել են նվազագույնի, ինքնօրինակ ոտքով է գալիս աշխատանքի։ Հեծանիվ էլ չունեմ, ոտքով եմ գալիս։ Ինչ եք ուզում ինձանից։ Էլ ոնց գա։ Կարող եք ասել իհարկե կարող ես բանը կաբինետ էլ չունենալ, ինչա միջանցքում աշխատի, դե լույս էլ չունենալ։ Խորհրդարանի գործուղումներն ըստ Թովմասյանի լինում են միայն անհրաժեշտության դեպքում եւ առանց հավելյալ շռայլությունների։ Բացի ազգային ժողովի նախագահից, ազգային ժողովի փոխնախագահները, հանձնաժողովի բոլոր նախագահները թռչում են էկոնոմ կլասով։ Ազգային ժողովի նախագահի, կրկնում եմ, նախագահի վերջի այցելության ժամանակ ազգային ժողովի նախագահը մնացել է 4 աստղանի հյուրանոցում։ Ազգային ժողովի ծախսերի մեջ մեծ մաս են կազմում նաև աշխատավարձերը։ Ըստ հաջորդ տարվա բյուջեի падգամավորները կշարունակեն տարեկան մոտ 8 միլիոն դրամ աշխատավարձ ստանալ, թեև նրանցից ոչ բոլորն են հաճախում նիստերին։ Քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանն օրինակ այս տարի ընդհանրապես ոտք չի դրել խորհրդարան։ ԲՀԿ նախկին առաջնորդը մանդատից թեև չի զրկվում, բայց յուրաքանչյուր բացակայության համար 30,000 դրամ քիչ աշխատավարձ է ստանում, վստահեցնում է Թովմասյանը։ Այնց որ այդքան էլ բան չի։